Լուսավոր Հայաստան կուսակցությունը քարոզարշավի հերթական հանդիպումներն անցկացրել է Սյունիքում։ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 19-րդ համարով եւ հանդես է գալիս բազմաուժ խորհրդարան ձևավորելու օրակարգով։ Կուսակցությունում ընդգծում են, իրենց նպատակն է թույլ չտալ, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն։ Մարուքյանի խոսքով իշխանությունը պետք է փոխվի, սակայն երկիրը չպետք է գնա մեկ ուժի միաձայն կառավարման ճանապարհով։ Ձենը չենք տալու ոչ մեկին, իրանց թվարկած մարդկանցից, անունները չտալ, չենք տալու Նիկոլ Փաշինյանին, չենք տալու Ուժեղ Հայաստանին, Սամվել Կարապետյան, չենք տալու Ռոբերտ Քոչարյանին, չենք տալու, մենք ուզում ենք, որ անցած ուժերը կոմպրոմիսային լուծման գան եւ կոմպրոմիսային վարչապետ ընտրեն եւ չենք ուզում, որ որևէ մեկը ունենա բացարձակ իշխանություն։ Ով էլ որ կլինի, առաջին տեղում, երկրորդ տեղում, երրորդ տեղում, մենք չենք ուզում, որ բացարձակ իշխանություն լինի։ Մենք ուզում ենք իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում իշխանության գա բացարձակ իշխանություն, հետեւաբար մենք գարանտն ենք լինելու բացարձակ իշխանության բացառման։ Քարոզարշավի ընթացքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը խոսել է նաև ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի փակման, քաղբանտարկյալների բացառման եւ քրեակատարողական համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Լուսավոր Հայաստանում նշում են, որ Սյունիքում հանդիպումներ են ունեցել Ագարակում, Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Խնձորեսկում, ներկայացնելով նաեւ գյուղնախարարության վերականգնման եւ գյուղմթերք արտադրողների խնդիրների լուծման իրենց առաջարկները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։